Ով ենք մենք, որ ազգի ժառանգներն ենք, որտեղ է գտնվում մեր բնօրրանը, ինչ բան է ազգային գաղափարախոսությունը, ինչպես ենք մենք հայերս հայտնվել այս չափազանց ծանր դրության մեջ, և որտեղ է թաքնված այս իրավիճակից պատվով դուրս գալու և վերստին վերելքի ճամփան բռնելու բանալին։ Այս հարցերի շուրջ զրուցել եմ հայագետ, ֆիզիկոս, հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոնի հիմնադիր տնօրեն Համլետ Մարտիրոսյանի հետ։ Ձեր կարծիքները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում և անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր Պոդքասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով և լսել Բերգահայ ռադիոյի եթերում։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Բարի գալուստ Մետաֆոր Պոդքասթ և բարի գալուստ Բերգահայ ռադիո։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարտիրոսյան, հայտնի է, որ ցանկացած բարդ իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է հասկանաս, թե ով ես դու, ինչպես ես հայտնվել տվյալ բարդ իրավիճակում և հետո նոր պետք է ելքի ուղիներ փնտրել։ Առաջարկում եմ սկսենք այն հարցից, թե ովքեր ենք մենք հայերս, նկատի ունեմ, որտեղից ենք ծագում, որ ազգի ժառանգներն ենք։ Խնդրեմ։ Որտեղից ենք ծագում։ Դա այն հարցն է, որը ողջ մարդկությանն է ուզում, որովհետև բոլորը փնտրում են իրենց ծագումնաբանությունը, ընդհանրապես հանգում են մարդու ծագմանը եւ այլն, այդ երկար զրույցի թեմա է։ Կոնկրետ մեր պարագայում այն տվյալները, որոնք կան մեր ձեռքի տակ, դրանք երկու տիպի են։ Մեկը կարող ենք համարել հոգևոր, չգիտեմ, բանահյուսական եւ այլն, այդ ասպարեզը, եւ երկրորդը հնագիտական։ Առաջինը, որ կոչենք հոգևոր, մեզ է հասել այնպիսի մի բանահյուսական նյութեր, մեր տարբեր առասպելներից, էպոսից, հեքիաթներից եւ այլն, որ մեզ արարել է արարիչը, այս ողջ տիեզերքի արարիչը։ Արարել է եւ բնակեցրել է հայկական լեռնաշխարհում, այսինքն Եդեմում արարված առաջին մարդու, առաջին բանական մարդու ժառանգներն ենք։ Այդ նյութը կամ այդ տեսակետը կա նաև հին սեպագիր աղբյուրներում, շումերական, բաբելական, անմիջապես մեր մասին, մեր տարածքի, մեր երկրի մասին եւ մեր մասին, եւ կա նաև բավականին մեծ թվով հնագիտական նյութ, որը ցույց է տալիս, որ մենք այս երկրի, այս լեռնաշխարհի բնիկներն ենք, ծագել, ձևավորվել, կազմավորվել ենք այստեղ եւ այն մշակույթը, որը հայտնի է հայկական լեռնաշխարհից սկսած վերին 500 դարից մինչև միջնադար, դա մեր ազգի ստեղծագործությունն է։ Այդ մշակույթի հեղինակները մեր նախնիներն են։ Ընդհանրապես մի խորհրդավոր բան կա մեր ծագումնաբանության մեջ, որին ընդհանրապես կարելի ասել անդրադարձ չի կատարվել, այն առումով, որ որպեսզի հասկանանք ով ենք մենք, որտեղից ենք եւ այլն, մենք պետք է կարողանանք բնութագրել ինքներս մեզ։ Ինչ են ցույց տալիս այդ բնութագրերը։ Այդ բնութագրերը ցույց են տալիս, որ մենք ամբողջ աշխարհում, ողջ մարդկության մեջ եզակի ենք։ Ինչ առումով ենք եզակի։ Մենք չունենք ազգակից ցեղեր։ Ինչպես ասենք, կան գերմանական ցեղեր, սլավոնական ցեղեր, արաբական ցեղեր եւ այլն, մենք այդպիսի շրջապատ չունենք։ Մենք մեկն ենք, հայ ժողովուրդ, հայ ազգ։ Երկրորդը
մեր մարդաբանական տիպով առանձնանում ենք ողջ մարդկությունից եւ պատահական չէ, որ մարդաբաններ այդ տիպը կոչել են արմենոիդ։ Մեր մշակույթը տարբերվում է մեր շրջապատի ժողովուրդների մշակույթից։ Ինչքան էլ երկարատև մենք որպես հարևաններ ապրել ենք, միևնույնն է մեր մշակույթը տարբերվում է այդ ժողովուրդների մշակույթից։ Մեր բնօրյանը, հայկական լեռնաշխարհը արժանացել է այնպիսի բնութագրերի, ինքը լինելով փոքր կոմպակտ տարած, որին չի արժանացել աշխարհում ոչ մի տարածք։ Սկսած հին շումերական աղբյուրներից, վերջացրած հին կտակարանով, մեր բանահյուսությամբ, մեր երկիրը եղել է աստվածների բնակավայրը, եղել է արարչության վայրը, եղել է փրկության ջրհեղից փրկության վայրը, եղել է սուրբ օրենքների երկիր եւ այլն, դա մի երկար շարք է, որ աշխարհում երկրորդ նման տարած չես գտնի, որպեսզի որը արժանացած լինի այդպիսի բնութագրերի։ Մեր լեզուն նույնպես տարբերվում է աշխարհի բոլոր լեզուներից։ Մեզ խցկեցին հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ, բայց չկարողացան կցել որևէ մի լեզվի, եւ մեր լեզուն ներկայացվեց որպես այդ լեզվաընտանիքի առանձին ճյուղ։ Չունենք էլի քույր, լեզուներ չկան հայերենին։ Հայերենը ինքը իր բարբառներով դա մի լեզվախումբ է։ Մեր գրերը ավելի շուտ լեզուն, որովհետև գիրը կապված է լեզվի հետ, իսկ լեզուն ունի 36 հնչյուն, որի համար Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց 36 գրանշանները։ Դա էլ է շատ հետաքրքիր ու խորհրդավոր, որովհետև այդ մասին դեռ Պլուտարքոսը իր Օսիրիսը եւ Իսիդան աշխատության մեջ գրում է, թե 36 թիվը դա գերագույն երթումն է եւ ողջ տիեզերքը։ 36 թիվը բնության մեջ այլուր չկա։ Դա միայն մեր լեզվի հնչյուններն են եւ աշխարհում չկա մի երկրորդ լեզու, որը ունենա 36 հնչյուն։ Երբ որ նայում ենք մեր բուսական կենդանական աշխարհին, ապա տեսնում ենք, որ հայկական լեռնաշխարհը այն եզակի տարածքն է, որտեղ համատեղ գոյություն են ունեցել այն վայրի կենդանիները եւ բուսատեսակները, որը մարդը ընտելացրել է։ Աշխարհում էլի չկա մի որևէ տարածք, որպեսզի այդ բույսերի եւ այդ կենդանիների տեսակները համատեղ լինեն միևնույն վայրում։ Այս բնութագրերը շատ են եւ այստեղ ամենայն դեպս տեսնում ես մի խորհուրդ, որ ինչ որ մեկը, ինչ որ միություն, ինչ որ մի ուժ մեզ զատել է բոլորից։ Առանձնահատուկ մի տեղ է դրել, որը մենք դի հասկանանք։ Ով ենք մենք, ինչու ենք մենք առանձնացված մնացած բոլոր ժողովուրդներից, ինչու է մեր բնորան հայկական լեռնաշխարհը այդպես տարբերակել աշխարհի մնացած տարածքներից։ Այս մասին կարելի է շատ խոսալ։ Դուք այո, Եվ այս ինչը որ ասվեց, դա հաստատվում է նաև հնագիտական նյութի միջոցով եւ միգուցե մենք ընթացքում կանդրադառնանք նաև այդ նյութին, սակայն ժամանակակից հասարակագիտությունը, լեզվաբանությունը մասնավորապես մեզ մեր առաջ անջրպետ է դրել։ Մեր լեզուն դնելով հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ եւ առաջ քաշելով հնդեվրոպական նախահայրենիքի գաղափարը, այդ նախահայրենիքը հիմնականում տեղակայելով Եվրոպայում, մեզ համարում են
գաղթածներ Եվրոպայից մենք գաղթել ենք, եկել հաստատվել հայկական լեռնաշխարհում Ուրարտուի գոյության ժամանակներում։ Երկրորդ անջրպետը, որ ժամանակակից գիտությունը դրել է մեր առջև որպես էլի պատնեշ, դա ոչ հայկական Ուրարտուն է։ Բայց Այդ դրանք հերկվեցին գիտականորեն արդեն, պարոն Մարտիրոսյան։ Ճիշտ է, որոշ ակադեմիկներ դա այսպես իներցիայի ուժով շարունակում են դա բայց թմկահարել, ով է դա մերժե։ Իմ աշխատանքներն են հիմնականում, որոնցում մերժում են այդ երկու տեսակետները։ Ակադեմիական գիտությունը մինչև այսօր բոլորը պնդում են։ Ուրարտուն հայկական չէ, հայերենը եվրոպական լեզու է։ Դրա մասին ուզում եմ խոսենք, որովհետև դա մի քիչ ավելի քիչ հայտնի փաստ է եւ ճիշտ որ ասեմ, ես էլ վստահ չեմ հիմա հնդեվրոպական է թե հնդեվրոպական չէ եւ ինչից կարելի է դա եզրակացնել, քանի որ դա, այսպես ասած, ճիշտ է, լեզվաբանությունը լուրջ գիտություն է, բայց ինքը գենետիկայի նման չի կամ հնաբանության նման չի, որ դու հանես, փաստը տեսնես եւ ասես, սա է։ Կարող ենք, այդ փաստերը կարող ենք անել եւ ցույց տալ, որ դա անուղղակիորեն։ Ուղղակիորեն, այո։ Որովհետև հնդեվրոպաբանություն կոչվող գիտությունը կամ ավելի ընդհանրական համատական լեզվաբանությունը դա ամբողջովին տեսական դրույթների վրա է հիմնված։ Իսկ տեսությունը ստուգելու համար սովորաբար ցանկացած գիտության մեջ դա անում են փորձի միջոցով։ Լեզվաբանության համար, այդ համատական լեզվաբանության համար այդ փորձը դա հնագիտությունն է։ Հնագիտությունը մինչև օրս արդեն 150 տարուց ավել է ինչ այդ տեսակետները զարգացվում են, հնագիտությունը հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ չի տեսնում, անկախ նրանից, թե որտեղ տեղադրես նախահայրենիք։ Նախահայրենիք կարող ես տեղադրել Եվրոպայում, կարող ես տեղադրել, ասենք, հայկական լեռնաշխարհում, ինչպես անում են Եվանով կամ Կրելիձեն, սակայն դու պիտի հնագիտորեն կարողանաս բացատրել այդ ցեղերը ինչպես գնացին, ինչ ճանապարհներով գնացին, ասան Եվրոպա, եթե նախահայրենիք Հայաստանում է, կամ Եվրոպայից ինչպես եկան, եթե նախահայրենիքը Եվրոպայում է, որովհետև նրանք ասում են, որ հայերի հետքերը, հայոց լեզվի հետքերը նրանք տեսնում են Ուրարտերենում։ Եվ ասում են, հենց այդ ժամանակ էր նրանք եկել են հնդեվրոպական նախահայրենիքից հայկական լեռնաշխարհ։ Բայց միաժամանակ ասում են, թե հայերենը մոտավորապես 5000 տարի առաջ արդեն առանձնացած անկախ լեզու էր։ Արդեն առանձնացել էր հնդեվրոպական այդ լեզվաընտանիքից։ Մեր թվարկությունից առաջ 3000 թվից մինչև Ուրարտու վերցնենք 1000 թիվ, հարց է առաջանում, թե 2000 տարվա ընթացքում որտեղ էին հայերը, որտեղ էր հայոց լեզուն։ 2000 թիվը բավականին մեծ ժամանակաշրջան է, հազարամյակների ընթացքում քաղաքակրթություններ են առաջանում, ոչնչանում եւ այլն։ Եվ եթե մենք 2000 տարի ինչ որ տեղ դուրս գալով հնդեվրոպական նախահայրենիքից ինչ որ տեղ ապրել ենք, դա նշանակում է այնտեղ պիտի լինեն մեր հնագիտական հետքերը։ Նման հետքեր չկան։ Բալկանների մասին է խոսքը։ Անկախ նրանից որտեղ, որտեղ տարբեր տեղեր են տեղադրում։ Հիմնականում այդ թեզն են։ Դե հիմնականում այդ թեզն է, այո, բայց թեկուզ լինի ամենամոտ տարածքը Բալկաններն են։ Հիմա Բալկաններից մինչև հայկական լեռնաշխարհ 2000 տարի մենք որտեղ էինք։ Որտեղ է այն հնագիտական նյութը, որ հիմնավորում է, որ մենք անցել ենք այս ճանապարհը հետքեր թողնելու։ Չկան նման նյութեր։
եւ չկա ապացույց, որ իսկապես մենք գաղթել եկել ենք հայկական լեռնաշխարհ, բայց կա հակառակ ապացույց։ Իսկ հակառակ ապացույցը նա է, որ հայերեն բառերը մենք տեսնում ենք երրորդ հազարամյակի Շումերում եւ երրորդ հազարամյակի Եգիպտոսում։ Ընդ որում այնպիսի բառեր, որ լեզվաբանները համարում են հնդեվրոպական ծագման։ Ինչպես դա համաձայնեցնել այդ իրենց տեսություններին։ Անշուշտ համաձայնեցնելու այստեղ ոչ մի եզր չկա։ Եթե այդ լեզուն, եթե 5000 տարի առաջ հայերեն արդեն առանձնացել էր, ապա 5000 տարուց առաջ այդ հայերեն արդեն կար միջագետքում, կար Նեղոսի հովտում։ Եվ Ոնց երկրորդ են դրսից եկել, եթե դա արդեն տեղում եգիպտացիները կար, դա շումերը նույնիսկ մեր ասենք հարևաններ մի ուրիշ բան էլ կա, ասենք հարյուրավոր բառեր լեզվաբանները դնում են փոխառությունից պահլավերենից, միջին պարսկերենից, որը գոյություն է ունեցել մեր թվարկության սկզբից մինչև 9-րդ դարը պահլավերենը։ Եվ ինչ ենք տեսնում, այդ բառերը, որոնք փոխառություն են դրվում պահլավերենից, այդ բառերը նույնությամբ կան, ասենք, շումերերենում, կան եգիպտերենում։ Բայց դրանից առնվազն 2000 տարի հետո են իրանական ցեղերը հայտնվել այս տարածաշրջանում, մոտավորապես 7-րդ դարերում մեր թվարկությունից առաջ։ Կա երկրորդ խնդիրը, Ուրարտագետները իրենք են պնդում, որ ուրարտական մշակույթը միատարր է։ Դրսից ոչ մի ներմուծում չկա, ոչ մի ինչ-որ ազդեցության հետքեր չկան, միատարր մշակույթ է, ուրարտական մշակույթ, տեղական է։ Այդ դեպքում հարց է առաջանում, դա կարելի է հասկանալ աստվածներից էլ այդ ժամանակվա։ Դե հիմա Իցարանից կգանք երևի դրան, հիմա հարց է առաջանում։ Եթե հայերը եկվորեն, եկան մտան Ուրարտու, նրանք իրենց հետ բերել են իրենց լեզուն, այդ լեզվի հետքերը տեսնում ենք ուրարտական արձանագրություններում։ Բայց չէ որ բերել են նաև իրենց մշակույթը, իրենց մարտաբանական տիպը, իրենց աստվածների պաշտամունքը, իրենց տաճարների ձևերը, եւ մենք ուրարտական մշակույթում դա պիտի տեսնենք։ Չէ որ պիտի հնդեվրոպական հայերի մշակույթը տարբերվեր տեղական ուրարտական մշակույթից։ Այդպիսի խնդիր ընդհանրապես չի դրվել ուրարտագիտության մեջ, որովհետև նրանք պնդել են միատարր մշակույթ է, արտաքին ոչ մի ազդեցության հետքեր չկան։ Հասկանում եք, իրենք իրենց հակասելով եւ աչք փակելով այդ հակասությունների վրա ստեղծել են այդ երկու անջրպետները, որպեսզի հայ ժողովրդին կտրեն վերին 5 քարի մինչև վաղ երկաթի դար ընկած հայկական լեռնաշխարհի մշակույթի հեղինակը լինելու իրավունքից։ Ես մի հատ History Channel-ով շատ մի քանի տարի առաջ հաղորդում էին ցուցադրում Քարաունջի վերաբերյալ։ Այդ ժամանակ որ նոր սենսացիա էր, որ գտել էին, որ Անգլիայի Stonehenge-ին շատ նման է եւ դրանից 3000-3500 տարի առաջ ավելի շուտ է կառուցված։ Շատ հետաքրքիր հաղորդում էր, բայց վերջում ասում եմ, որ շատ առեղծվածային շինություն է սա, լավ չի հասկացվում ինչ է, դա աստղադիտարան է, աստղադիտարան չի, ինչ որ թաղումների կամ ինչ որ ծեսեր կատարելու տեղ է եւ ասում է մի այսպես կոչված պատմաբան ասում է, որ հնարավոր է սա այլ մոլորակայիններն են կառուցել։ Դե Այսինքն, չէ, ասած ինչ է, որ այսինքն չի կարող պատահի, որ դա հայերը կառուցած լինեն, քանի որ իրենց թեզերին չի համապատասխանում։ Մարդիկ
թե գիտնականները, թե հասարակ մարդիկ, երբ որ անցյալի մասին խոսում, դատողություններ են անում կամ հետազոտական աշխատանքներ են անում, նրանք օգտագործում են մեր ժամանակի տերմինները, մեր ժամանակի պատկերացումները, այդ պատկերացումներով գնում են անցյալ։ Հիմա նույն խնդիրը կարող էր առաջանալ, ասենք, 1000 տարի առաջ, 500 տարի առաջ։ Այդ ժամանակ մարդիկ չգիտեին այլ մոլորակների մասին եւ այլն, հա, գաղափար չունեին։ Նրանք դա մի ուրիշ կերպ կարող էին մեկնաբանել, ուրիշ կերպ կարող էին բացատրել։ Այսինքն այդ ամբողջ տեսակետները հիմնված է նրա վրա, թե այդ խոսողը, ասողը, հետազոտողը ինչ տերմիններով է մեր ժամանակներից գնում անցյալ։ Այդ եթե դա իսկապես հետազոտող է, նա ինքը պիտի գնա անցյալ։ Ինքը մտովի պիտի իրեն պատկերացնի այդ անցյալում, փորձի հասկանալ, այդ մարդիկ ինչպես են ապրել, ինչ են արել, ինչու են կառուցել այս քարահունջը եւ մյուս կոթողները եւ այլն։ Օրինակ, ես ունեմ հոդված այդ զորած քարերի մասին, այդ մարդիկ ոչ մեկը պատկերացում չունի, ինչու են աստղերին, երբ որ նրանք ասում են աստղադիտարան, նրանք պատկերացնում են մեր ժամանակակից աստղադիտարանները, բայց չէ որ դա չի կարելի անել, որովհետև այն ժամանակվա պատկերացումներ աստղադիտարանի մասին լրիվ ուրիշ էին, այսօր լրիվ ուրիշ են, եւ աստղադիտարանի այսօրվա աստղադիտարանի կառուցվածքը անցած աստղադիտարանների հետ տարբեր են։ Այն ժամանակ մարդիկ իրենց աշխարհընկալումը այսպեսին էր, որ այդ համաստեղությունները, երկնային լուսատունները, արև, լուսին, 5 մոլորակները աչքով տեսանելի, դրանք աստվածներ են։ Դրանք որոշակի աստվածների մարմնավորումներ են, ովքեր ստոր երկրաշխարհի ծագում են, իրենց ազդեցությունը տարածում են երկրի վրա եւ երեկոյան մայր են մտնում։ Հետևաբար, երբ որ մարդիկ որոշել են դիտել տվյալ աստղի, համաստեղության կամ արևի լուսնի ծագումը, նրանք որոշել են այն պահը, երբ պիտի այդ Աստծո ծագելու ժամանակ նրան դիմավորեն համապատասխան ծեսերով։ Դիտել են այդ նույն լուսատուի մայրամուտը, որպեսզի նրան համապատասխան ծեսերով ճանապարհեն, որպեսզի այդ աստվածությունը բարեհաճ լինի իրենց նկատմամբ։ Այսինքն, այդ աստղադիտարանը ունեցել այդ նպատակը՝ դիմավորել եւ ճանապարհել աստվածներին։ Եվ այստեղ ժամանակակից աստղադիտարանների մասին պատկերացումները անտեղի է տանել այնտեղ։ Դուք օգտագործեցիք զորած քարեր տերմինը, ինձ միշտ հետաքրքրել է դա որն է ճիշտ օգտագործելը, քարահունջ թե զորած քարեր։ Դե քարահունջը ըստ հավաստի տվյալների դա մտածածին է։ Ոնց էր անունը բյուրականի աստղադիտարան Էլմա Պարսամյանը։ Առաջինը հետազոտել է Էլմա Պարսամյանը 70-ական թվերին անցած դարի հոդված էր գրել եւ ինքն է պատմում, որ երբ որ որոշում էին այդ հնավայրին, որը դեռ անուն չուներ, անուն տային, իրենց գիտական մի անուն դրվեր, ասма քարահունջի օղի էինք խմել, որոշեցին կանոնը դնել քարահունջ։ Դա այդ պատմությունն է։ Եվ այսօր պաշտոնական, ասենք, հնագիտական աշխարհում ընդունված է զորած քարեր։ Եվ ճիշտ իմ կարծիքով դա է, որովհետև այդ զորություն բառը, զոր բառը, զորություններ, այդ երկնային լուսատունները հայերենում հենց զորություններ իմաստն են կրել։ Այսինքն իրենք դիտել են այդ զորությունների ծագելը եւ մայր մտնելը։ Իսկ քարահունջը այդ հնավայրի հետ ոչ մի կապ չունի։ Հետաքրքիր ճշտում էր։ Ու մեկ էլ ուզում էի, որ անդրադառնաք, դուք որ ասեցիք հայերենը հնդեվրոպական լեզու չի, միգուցե կամ ինչպես է դա բացատրվում։ Մի կողմից ասում ենք, որ դա առանձին ճյուղ է
հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ, որը առանձնացել է X տարի առաջ, 5000, 6000, մի կողմից ասում ենք, չէ, չնայած ըստ քերականության, ըստ մնացած տեխնիկական այսպես տվյալների, դա համընկնում է մյուս եվրոպական հնդեվրոպական լեզուների հետ, բայց մյուս կողմից էլ շումերերենի հետ եւ Դե խնդիրը լեզուների միայն շումերերենը չի, խնդիրը նաև հայերենի հնդեվրոպական կազմը որոշելու մեջ է, որովհետև այն հայերենում ավելի շատ ըստ հնդեվրոպաբան լեզվաբանների, ասենք Հյուբ Շմանաճարյան եւ այլ նրանց հետևորդների, հայերենի բառապաշարի մոտ 50%-ը անհայտ ծագման բառ են համարում։ Ինչու են անհայտ ծագման բառ համարում, որովհետև այդ 50% կազմող բառապաշարը որևէ այլ լեզվում չկա դրա զուգահեռ։ Չկա ոչ մի ուրիշ լեզվում այդ բառերը չկան։ Ասենք լեր բառ չկա մի ուրիշ աշխարհում լեզու, որ այդ լեր բառին նման մի բառ լինի։ Թվում էր դե տրամաբանական է, որպեսզի այ հենց դա կոչվի բնիկ հայերեն։ Սակայն լեզվաբանները բնիկ հայերեն են կոչում այն բառերը, որոնց զուգահեռները գտնում են այլ լեզուներում, հնդեվրոպական կոչված։ Օրինակ ասենք դուռ եվրոպական համարյա բոլոր լեզուներում նույն ձևի հնչում է դուռ, ռուսերեն դվեր եւ այլն։ Այդ բառապաշարը կազմում է մոտավորապես 10%, 10% էլ չկա, մեր ամբողջ բառապաշարի 10%-ն էլ չկա։ Դրանից մի քանի անգամ ավելի շատ են այն բառերը, որոնց համարում են փոխառություն այլ լեզուներից, ու հիմնականում դա պահլավերեն, արաբերեն, հուներեն։ Իսկ երբ որ նայում ես այդ նույն եվրոպական լեզուներին համեմատության մեջ, լեզվաբանները առանձնացրել են այսպես կոչված հնդեվրոպական նախալեզվի բառարմատները։ Երբ որ նայում ես այդ բառարմատի ծագած բառերը, այդ բառերը հայերենում կազմում են 18%։ Եվրոպական լեզուն բոլոր լեզուներում 70%-ից շատ է։ Եվ ստեղից հարց է առաջանում, արդյոք մենք կարող ենք իրավունք ունենք հայերենը մտցնել մի լեզվախմբի մեջ, որի անդամների մոտ այդ լեզվախմբի պատկանելությունը 70%-ից ավել է, մերը 18%։ Ընդ որում այդ 18%-ն էլ դեռ բաներ կան, որ հավաստի չեն։ Ասենք օրինակ Ղափանցյանը, Գրիգոր Ղափանցյանը հայերենը դեմ էր, որ եվրոպական լեզու է, նա ասում էր ասիանիկ լեզու, այսինքն բնիկ, տեղական լեզու է։ Եվ երբ որ ինքն է վերլուծում այն բառերը, որոնք լեզվաբանները համարում են եվրոպական ծագման, նա այդ բառերը նույնիսկ հղում անելու Հյուբ Շմանի վրա ասում է, որ դրանք հազիվ 4-5% կազմեն։ Բայց երբ որ մենք հայերենը համեմատում ենք մյուս լեզուների հետ, մենք տեսնում ենք, որ որակապես նույն կարգի նույնական բառեր կան հայերենի եւ սեմական լեզուների մեջ, հայերենի եւ կովկասյան լեզուների մեջ, հայերենի եւ թուրք-մոնղոլական լեզուների մեջ։ Այդ ընդհանրությունները այսինքն ավելի շատ են, քան հնդեվրոպական լեզուների հետ։ Տեղեր կան, որ ավելի շատ են, իհարկե։ Եվ ինչ է դա նշանակում։ Ինչու է, այն որ ուրիշ լեզուներից, հա, ուրիշ լեզուների, դա կամ համարում են հայերենից փոխառություն այդ լեզվին, կամ համարում են այդ լեզվից փոխառություն հայերենին։ Հիմա այդ ճանապարհով եւս չենք հասկանում, ինչու պիտի հայերենը մտնի հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ։ Իսկ ինչ է պետք, որ ապագայում պատկերը ավելի հստակ դառնա, այսինքն գիտությունը կարողանա արդեն հստակ ասի, որ չէ, սխալվել ենք, հնդեվրոպական լեզու չի հայերենը,
Դա իհարկե հեշտ գործ չի լինելու, որովհետև ամբողջ աշխարհը ընդունում է այդ փաստը։ Բաներ կան, որ հղում անելով այդ հնեվրոպական լինելու չլինելու վրա մեզ զրկում են շատ բաներից։ Օրինակ, ասենք շումերները երրորդ հազարամյակում այն դամբարանները, որոնք պեղվել են, հայտնաբերվել են արմենոիդ տիպի մարդաբանական տիպեր։ Սեմական տիպը փոքրագանք հայտնվում է երրորդ հազարամյակի վերջին քառորդում։ Նույնը Եգիպտոսում։ Եգիպտոսում պեղված գանգերը պատկանում են արմենոիդ մարդաբանական տիպին։ Եվ եգիպտացի եգիպտական հետազոտող հնագետները դրանց կոչում են դինաստիական ռասա։ Հիմա, երբ որ խոսում են այդ գանգերի տեսակի մասին, ասում են, դե մենք չգիտենք սրանք ովքեր են։ Տարածաշրջանում հայերը արմենոիդ են, բայց նրանք այս տարածաշրջանում հայտնվել են 6-րդ դարում, որովհետև Բեհիստունի արձանագրության մեջ Արմենիա բառը առաջի անգամ այնտեղ է։ Բայց ոչ մեկը չի հետազոտում, ասենք գոնե հայ գիտնականները, լեզվաբանները մի հատ նայեն, լավ, եթե մենք այս տարածաշրջանի բնիկներն ենք, հայտնի է, որ մեզ հարևան այս տարածքներում ապրել են էլի ժողովուրդներ են ապրել, որոնք թողել են իրենց մշակույթը, իրենց լեզուն, իրենց գիրը, դա շումերներն են, աքադացիներն են, չգիտեմ, բաբելացիներն են, խեթերն են, եգիպտացիք են։ Եկեք մի հատ փորձենք։ Տեսնենք այդ հետքերը կան այդ աղբյուրներում։ Ոչ մեկը փորձ չի արել եւ ընդհանրապես հայագիտությունը իր ողջ պատմության 150 տարուց ավել է գոյություն ունի։ Ոչ մի սեպագրագետ չի ունեցել։ Եվ ոչ մեկը չի հետազոտել։ Լավ, չէ՞ որ մենք եթե այստեղ ենք ապրել, ասենք, չգիտեմ, 3000 թվին 5000 տարի առաջ։ Մենք դիալեկտորական հարաբերություններ ունենք շումերի հետ, չգիտեմ, խեթերի հետ, բաբելացիների, մյուս ժողովուրդների հետ։ Միգուցե դրանց մոտ հիշատակումներ պահպանված լինեն։ Իսկ այդ հիշատակումները կան։ Եվ հայ ցեղանունը կա, եւ հայք անունը կա, եւ Արարատ անունը կա։ Մեզ հայտնի մեր արմեն, արմենակ, այդ բոլոր անունները սեպագիր աղբյուրներում կան։ Միջանկյալ հարց, պարոն Մարտիրոսյան, հայ անունը եւ Արմեն, Արմենիա այդ անունների ծագումը որտեղից է գալիս։ Եվ ինչու երկուսն էլ գոյություն ունեն, այսպես ասած։ Դե ոչ միայն դրանք չեն։ Հիմա այդ աղբյուրները մեզ ուրիշ անուններ են նշում, որ մենք կոչվել ենք եւ հայ, եւ արմեն, եւ քաջ, եւ արի, եւ գեղնի։ Երկար մի շարք է մեր անունների, ցեղանունների այդ շարքը, եւ այդ բոլորը ծագում են դիցանուններից։ Մեր հայ անունը ծագում է հայ աստծուց, որը շումերական եւ մյուս սեպագիր, ասենք, աղբյուրներում նշում է որպես արարիչ մարդաստեղծ Աստվածը։ Ինքն է արարել մարդուն։ Այսինքն այն 5 կտակարանը, երբ որ գրում է Աստված արարեց մարդուն, դա հենց այդ նույն հայ Աստվածն է, որը տասնյակ անուններ ունի, 50-60 անուններ ունի։ Միայն մի ցուցակում, որը նվիրված է հատուկ իր անուններին, 36 անվանաձև է նշվում։ Դա էլ է հետաքրքիր, որ այդ 36 թիվը կա նաև այդտեղ, ինչպես մեր հնչյունների մեջ։ Հայ անունը իրենից է, իր անունն է։ Արմեն անունը նրա ավագ որդու անունից է, որը նույնպես համարվել է արարիչ, ունեցել է էլի արարչի կարգավիճակ,
Եվ հենց նրա պաշտամունքի միջոցով է, որ մեր մեջ հաստատվել է մի աստվածություն մոտ 4000 տարի առաջ։ Դա այդ նույն հայ Աստծո ավակ որդին է։ Ճիշտ այնպես, ինչպես Հայկի որդին է Արմենակը։ Մեր պատմիչներից Սեբեոսն է գրում, որ մեր Արմեն անունը գալիս է Արմենակ Հայկի ավակ որդի Արմենակի անունից, որի կրճատ ձևը հենց Արմենն է։ Մենք ունեցել ենք նաև քաջ, ցեղանուն։ Ասենք մեր էպոսից, նույնիսկ ասենք տեղանունների բառարանում նայեք, քաջանց տուն։ Հիմա կա քաջարան, չէ՞։ Այդ քաջ բառով շատ բաներ կան, տեղանուններ կան։ Եվ պարզվում է, որ Ուրարտուն հենց կոչվել է քաջանց երկիր, որովհետև էլի սեպագրության անտեղյակությունից է գալիս։ Այդ ուրարտական թագավորները իրենց բոլոր արձանագրություններում իրենց երկիրը ներկայացնում են բիայնաձևով, որտեղ այդ իանը բիայնը հայերեն էանն է, այդ հոգնակյա կերտածանցը, բուն ցեղանունը բի սեպանշանն է, այդ սեպանշանը ունի քաշ, քաշ, գաշ ընթերցում, որի իմաստն է հենց քաջ, եւ դա վկայված է երկրորդ հազարամյակի սեպագրության մեջ, սեպագիր բառարաններում։ Այդ բիհայնա, բիհայնիլի դա Դե հենց դա է, այդ բան։ բի վանկի, բի սեպանշանի տեղը, երբ որ դնում ես իր քաջ ընթերցումը, դառնում է քաջանց երկիր, այսինքն ուրարտական թագավորները իրենց երկիրը անվանել են քաջանց երկիր։ Ով է քաջը։ Քաջը մեր մատենագրությունից հայտնի է, որ կրել է Վահագնը։ Քաջ Մագդիրը պատկանել է Վահագնին, Արի Մագդիրը պատկանել է Արամազդին, եւ Ուրարտուն կրել է նաև Արիանուն։ Ասենք սեպագիր արձանագրություններից մեկում Բիայնայի փոխարեն գրած է Արի երկիր։ Իզա խոսում է ուրարտական թագավորության մեջ Վահագնի եւ Արամազդի պաշտամունքն էլ հզոր պաշտամունքի գոյության մասին։ Եթե երկիրը եւ մարդիկ իրենց կոչել են այդ աստվածների մագդիրներով, դա նշանակում է այդ աստվածների պաշտամունքը այդտեղ շատ հզոր է եղել։ Ես վարկած եմ լսել, որ բիայնա դա սեպագրերով դա քանի որ հնչյունը չեն կարողացել արտաբերել, դա Վան քաղաքի Հա, դե անվանում գրել են հիմա, բայց հասկանում եք, գրելի է հեշտ է, գրում ես, բայց գրելուց հետո պիտի կարողանաս հիմնավորել, ապացուցել։ Իսկ այն ինչ որ ես ասացի, դա շատ հեշտությամբ ապացուցվում է, որովհետև այդ նույն քաջանց երկիր, հայկական լեռնաշխարհը, կոչվել է Ուրարտուի պետականության այսօր ընդունված ժամանակից 1000 եւ ավել տարի առաջ։ Հայտնի է եւ հնագիտությունից եւ սեպագիր աղբյուրներից, որ հայկական լեռնաշխարհից մեր թվարկությունից առաջ 18-րդ դարում, այսինքն 3800 տարի առաջ, արշավանք է եղել դեպի Միջագետք, գրավել են Բաբելոնը, դարձրել են այդ Մարդուկ Արմենակի պաշտամունքի կենտրոն եւ ստեղծել են մի մեծ կայսրություն, այդ նույն քաջերը։ Անից որ իրանց ասենք մշակույթի տարածումը ընդգրկում էր Կիպրոս, Բալկաններ, Հյուսիսային Կովկաս, մինչև Հնդկաստան, ամբողջ այդ տարածաշրջանում նրանց մշակույթի հետքերը հնագիտորեն երևում են։ Ընդհանրապես, եթե խոսում ենք ազգության մասին,
ինչ հատկանիշներ պետք է դրա մեջ հասկանալ, այսինքն գիտենք լեզուն օրինակ, գենետիկ պատկերը, գաղափարախոսությունը միգուցե կամ հավատամքները, ինչ այլ Դե էլեմենտներ կարելի է նշել։ ես հատուկ դրա վերաբերյալ հոդված եմ գրել, որը կոչվում է հենց ազգը, ինչ բան է ազգը, ազգ։ Ընկա այդ հոդվածը կա իմ ակադեմիա էդու կայքի իմ էջում եւ մի քանի անգամ, ասենք Facebook-ում դրա հողումը տարածել եմ։ Դե միջև այսօր ազգ գաղափարը դեռ չգիտեմ փիլիսոփաները չեն կարողանում որոշել թե դա ինչ է եւ հիմնականում օգտագործվում է մի սահմանում, որը վերագրվում է Ստալինին, որ ազգը դա լեզվի, մշակույթի, առևտրատնտեսական հարաբերությունների խառնվածքի ընդհանրություն է։ Այդ սահմանումը ես փոխել եմ, ավելացրել եմ կետեր, ասենք պաշտամունքի առումով, գրի առումով եւ այլն մի քանի կետեր ավելացրել եմ եւ այդ հոդվածում մանրամասն կա։ Ու պարզվում է, որ եթե մենք հնագիտորեն նայենք ըստ այդ սահմանման, թե ովքեր են այսօր աշխարհում իրավունք ունեն ազգ կոչվելու եւ իհարկե նաեւ արյան մակրությունը, ապա պարզվում է, որ հավանաբար միայն մենք իրավունք ունենք ըստ այդ սահմանման ազգ կոչվել։ Դուք Որովհետև դրա մեջ շատերը մտցնում եք Այբուբենի առանձին Այբուբեն ունենալը եւ հիմա հարց է ծագում թե հիմա լատինակ չէ, իրենց գիրը, Այբուբենը ուրիշ, իրենց գիրը, իրենց յուրահատուկ գիրը, իրենց պաշտամունքը, երկու իր ասելով կարևոր ինչ բան։ նկատի ունեք։ Հա? Եթե գիր, եթե Այբուբենը չէ, ինչ նկատի ունեք։ Դե նկատի ունեմ, որովհետև այբուբեններից առաջ եղել են գրեր, այբուբենը դա երկրորդ հազարամյակում է Հա, ամենահնագույն օրինակ այբուբենը, երկրորդ հազարամյակում է ծագել, ստեղծվել եւ այդ այբուբենը աշխարհում տարածել են հիքսոսները Եգիպտոսի ճանապարհին։ տեսեք Իսկ օրինակ դրանից առաջ, ասենք 4-րդ հազարամյակից սկսած թե Եգիպտոսում, թե Շումերում եղել են գրեր, գրային համակարգեր են եղել, որոնք հիմնված են եղել սուդական շրջանում գաղափարագրության վրա, հետո դարձել են վանկա գաղափարագիր գրեր։ Մոտ 2000 տարի հետո նոր առաջանում են այլ բենական գրերը։ հիմա լատինական Այբուբենը որ նայում եք, մինչև դրա զարգանալը գոյություն ունեցել տարբեր ռուներներ, կոչվում Նույնը դա, այո, գերմանական Եվրոպայում այո, այդ ռուներն են գոյություն ունեցել։ գերմանական կամ հետո ավելի ուշ վիկինգական Հմ, ցեղերի մոտ, որոնք հետո կամաց մեջտերից դուրս են եկել կամ վերածվել են լատինական տառերին։ Այսինքն հիմա գերմանացին ըստ ձեր սահմանման կարելի է համարել ազգ թե ոչ։ Կարծում եմ, որ ոչ։ Ինչն է իրենց Կարծում եմ, որ պակասում։ ոչ, հա։ Ինչն է իրենց պակասում։ Շատ բաներ կան, պայմաններ կան, որոնք ասենք չեն բավարարում։ Առաջինը, որ իրենք մշտական պետք է ապրեն իրենց կենսատարածքում։ Գերմանական ցեղերը իրենք տրովել տարածվել են Սկանդինավիայից մինչև կենտրոնական Եվրոպա, ասենք, հա։ Իրենց պաշտամունքը առանձին, որ իրենցն է, իրենց աստվածներն Բայց են։ մենք էլ ենք տարածվել, չէ՞։ Ասենք մեր Չէ, տարածաշրջանից դուրս ենք եկել եւ չէ, տարբեր միգրացիա։ չէ, մենք դուրս եկել ենք, մենք արտագաղթել ենք։ Բնակչության ինչ որ մի մասը դուրս է եկել, արտագաղթել է։ Դա դեռ սկսում է վաղ նեոլիթի ժամանակներից։ Իրենց մասին Բայց նույնը չի կարելի ասել։ հիմնական կորիզը, ազգը, բուն ազգը մնացել է իր բնորանում։ Մենք չենք տեղաշարժվել։ Մեր հայրենիքը տեղաշարժ չի ունեցել։ Մենք միշտ ապրել ենք այդ հողակտորի վրա։ Եվ իրենց իհարկե գիրը, ասենք գերմանացիները իրանց գիրը չունեն, նրանք օգտագործում են լատինական գրերը։
Եվ արյան մաքրության, այստեղ մեծ կարևոր տեղ է դրվում նաև արյան մաքրություն։ Այսինքն որ խառը չլինեն ինչ որ տարբեր ցեղերի խառնուրդներ։ Այո, այո։ Ընդ որում կարող է ցեղերը ասենք նույն, ասենք գերմանական ցեղերի խառնուրդ լինի, դա դեռ ոչինչ։ Բայց երբ որ տարբեր մարդկային տեսակների խառնուրդ է, արդեն այդտեղ ազգը կորչում է։ Ոնց որ մեր ազգի գոյացման պարագայում հայտնի է որ տարբեր հայկական ցեղերի միացումից է, չէ՞ դա առաջացել, խոսում են Չէ, 15 չէ, այդ ցեղեր բառը մեր պարագայում մենք ցեղեր չունենք։ Մենք ունենք նախարարական տներ։ Այդ հին սովետական այդ պատմագիտության բանն է, որ նախնադարյան հասարակությունում հայկական ցեղերը միավորվեցին եւ այլն եւ այլն։ Չկան ցեղեր։ Մենք չունենք ցեղ, մենք մի հայ ցեղ ենք։ Հայ ազգ ենք։ Հայ ազգը ունի իր ներքին կառուցվածքը։ Նախարարական տները, ովքեր տիրել են այս աշխարհին։ Ազգը շատ այսպես մենք առօրյա մեր լեզվում շատ հեշտ օգտագործում ենք, բայց դա շատ բարդ երևույթ է, որովհետև երբ որ ասում ենք օրինակ ազգային մշակույթ, դա այն մշակույթն է, որը մենք ասենք մեր ազգի ամբողջ գոյության հազարամյակների ընթացքում ստեղծվել է։ Այսինքն ազգը, այսօրվա ազգ գաղափարը դժվար է որոշել, թե այսօր ո՞րն է ազգը։ Տեսեք, հաճախ հանդիպող միտք է, որ երբ որ ասում ենք ազգ, այդ ազգ հասկացությունը կամ ազգային կամ ազգի կողմից ստեղծված ազգային պետություն հասկացությունները, դա երբ որ Եվրոպայի մասին է խոսքը, 19-րդ դարի ծնունդ են։ Բայց սա Եվրոպային է վերաբերվում։ Երբ որ գալիս ենք մեր տարածաշրջան, այդ ազգերի ինքնագիտակցության գալու եւ այդ этаպը մեր մոտ մեր տարածաշրջանում մեր եւ մյուս կողքու բոլորի ազգերի մոտ շատ ավելի վաղ է տեղի ունեցել։ Եվ երբ որ մենք խոսում ենք այդ թեմաների շուրջ, ովքեր որ ավելի շատ sense եվրոպական տեսակետին են հակված, Եվրոպայում են կրթություն ստացել, այսպես մի քիչ սկսում են անլուրջ ընդունել այդ բանը, քանի որ Եվրոպա կենտրոն այդ իրենց գաղափարը թույլ չի տալիս մտածել, որ Եվրոպայից բացի ուրիշ զարգացած քաղաքակրթություններ են գոյություն ունեցել իրանցից շուտ։ Այո։ Ես կարծեցի ինչ որ մի բան կասեք սրա մասին։ Չէ, դե ինչ ասեմ, հիմա ակնհայտ բաներ։ Լավ։ Okay։ Հիմա գանք ինչ բան է ազգային գաղափարախոսությունը եւ մեզ մոտ ինչ որ մի շրջանում շեղում տեղի ունեցավ։ Այսինքն ազգային հավատանքներից մենք ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցինք եւ անցում կատարեցինք դեպի նոր ի հայտ եկած այդ եհովական քրիստոնեական գաղափարախոսությանը։ Արդյոք դա հեշտությամբ տեղի ունեցավ առանց կոնֆլիկտի, թե այդքան էլ չէ։ Դե հարցը մի քիչ ինչ որ ծրված բաներ, լավ, ես փորձեմ հավաքել։ Հարցի սկիզբը ոնց էր, ոնց սկսեցիք։ Ազգային Հա, գաղափարախոսություն, հիշեց, լավ։ Հա, ազգային գաղափարախոսության մասին շատ ենք խոսում, բայց չենք պատկերացնում դա ինչ է։ Մեզ թվում է, թե ազգային գաղափարախոսությունը դա մի ինչ որ բան է, որը մենք պիտի գրենք, անգիր անենք եւ այլ եւ այլ։ Բայց դա այդպես չէ։ Փորձը ցույց է տալիս, որ
Այս գաղափարախոսություն ունենալու համար պետք չի, որ նստեն մեկը կամ ինչ որ մի խումբ մի մեծ տրակտատ գրի, անունը դնի ազգային գաղափարախոսություն։ Փորձը ցույց է տալիս, որ դա երբեք չի աշխատելու։ Ինչքան էլ որ խելոք բառեր գրված լինեն այնտեղ։ Պատճառը ո՞րն է։ Պատճառը այն է, որ ժողովուրդը այնքան է բարոյապես իջել ցած, որ ինքը դա չի ընկալելու, ինքը դա չի դարձնելու իր ապրելակերպը։ Իսկ գաղափարախոսությունը աշխատելու է, ազդելու է հասարակության վրա միայն այն դեպքում, եթե այդ հասարակությանը գոնե ինչ որ մի մասը փորձի այդ գաղափարախոսության դրույթները դարձնի ապրելակերպ։ Օրինակ հին ժամանակներում ինձ շատ հետաքրքրում է ազգային գաղափարախոսությունը, դա գրել են միայն բարձր դասերը, ասենք նախարարական տները, քրմերը, թե նաև հարության լայն զանգվածները։ Միայն այն էլիտան, որը մենք կոչում ենք ազգ, ըստ ինձ։ Այսինքն այսօր Մենք պետք չի սпасել լայն զանգվածներից, որպեսզի նրանք լինեն ազգային գաղափարախոսության կրողը։ ոչ լայն զանգվածները երբեք դա չեն լինելու։ Ազգասելով ես միշտ հասկացել, ընկալել եմ ազնվական դասը, մեր երկրի ազնվական դասը, այն 70-ից ավել նախարարական տները, որը մենք ունեցել ենք ըստ, չգիտեմ, զորանամակի, ըստ աշխարհաժողովի եւ Պարզ է, այլն։ բայց հիմա հայտնի է նաև, որ այդ ազնվական դասին ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ ոչնչացրել, գլխատել են։ Դե մի քանի անգամ չէ, երբ որ քրիստոնեությունը մտավ հայկական Հայաստան, այդ process-ը սկսվեց։ Վերածվեցին հին տոհմական նախարարական տները։ Ասենք, օրինակ, Գորդունինների տունը, որը խորենացին բերում է որպես հայկի ուղակի ժառանգներից մեկը, 4-րդ դարում ոչնչացվեց, սերի քաշվեց ողջ տոհմը, իսկ իրենց նախարարական կալվածքը անցավ Բասենի եպիսկոպոսին, ու այդ դեպքերը շատ են։ Դրան հաջորդեցին արաբական արշավանքները, որտեղ ազնվականությունը գլխատվեց։ Դրան հաջորդեց սելջուկ թուրքեր, թաթարներ եւ այլն։ Այսինքն մեր ազնվականությունը գլխատվել է դեռ սկսվել է վաղ միջնադարում, ավարտին է հասցվել միջնադարում։ Մենք այդ ազնվական դասը այսօր գոյություն չունի եւ մեր խնդիրը հենց այդ դա վերականգնելն է։ Եվ այն մշակույթը, որ մենք կոչում ենք ազգային, եւ այն ինչ մենք կոչում ենք ազգ, դա հենց այդ նախարարական տների անդամներն էին, որոնց մի մասը զբաղվում էր աշխարհիկ իշխանությամբ, աշխարհիկ իշխանություններ իրականացնում, այդ նույն ընտանիքի մյուս մասը քրմական։ Եվ այդ մշակույթը, որ մենք կոչում ենք ազգային, դա իրենց ստեղծածն է։ Իրենք են դա ստեղծել։ Եվ այսօր, երբ որ մենք խոսում ենք ազգ, ընդհանրապես նման տերմիններ խոսելուց առաջ պիտի սահմանում տալ, թե դու ինչ ես հասկանում այդ տերմինի տակ։ Եվ որ տերմինին հստակ սահմանում ես տալիս, ամեն ինչ պարզ է դառնում։ Եվ այդ գաղափարախոսության, քո ասած գաղափարախոսության կրողները հենց իրենք էին, ոչ միայն կրողները, այլև ստեղծողները, որտեղ նրանց նախնիներն են։ Ու դա այն ժամանակ գաղափարախոսություն չի կոչվել, կոչվել է այլ անունով, հավատ կամ մի ուրիշ բան, հենց իրենք էլ ստեղծել են, այսինքն իրենք ստեղծել են իրենց վարքականոնը եւ ապրել են ըստ այդ վարքականոնի։ Բայց այսօր այդ գաղափարախոսությունը, ինչ գաղափարախոսություն էլ գրվի, չի աշխատելու, որովհետև ժողովուրդը դա չի վերցնելու, չի դարձնելու իր ապրելակերպ։ Այսօր եթե փողոցում ասենք 10 հոգու եթե հարցնեք Նժդեհից ինչ գիտես, ասենք այդ 10-ից առնվազն 5 հոգի ինչ որ մի անգիր մեջբերում կանի Նժդեհից։
Բայց երբ որ նայես այդ մարդու ապրելակերպին, կհասկանաս, որ այդ մարդը թութակի նման կրկնում է Նժդեի ասածը, բայց չի դարձնում իր համար ապրելակերպ։ Հետևաբար գաղափարախոսությունը, որպեսզի աշխատի, նա պիտի դառնա օրենք, աշխատող օրենք։ Այն ինչ որ մենք կոչում ենք սահմանադրություն։ Այսինքն ազգային գաղափարախոսություն ունենալու համար, որը զորու լինի ազդել հասարակության վրա, դա սահմանադրությունն է։ Մեր գաղափարախոսության ազգային հիմնական կետերը պիտի լինեն այդ սահմանադրության մեջ, եւ սահմանադրության մեջ նաեւ նշվի, թե ինչ պատիժ է հասնում այդ կետերը խախտողներին։ Միայն այդ ճանապարհով գաղափարախոսությունը, եթե մենք ասում ենք սա ազգային գաղափարախոսությունն է, կաշխատի, ժողովրդի վրա ազդեցություն կունենա միայն այն դեպքում, եթե դառնա օրենք։ Հա, մինչդեռ այստեղից ընդեղից թխած այս տարիների ընթացքում ինչ որ սահմանադրություններ, մի 2-3 դրույթ ֆրանսիական սահմանադրությունից վերցված, մի 2-3 դրույթ ամերիկյան, ու սենց բերած գծած կծմծած դրա համար ժողովուրդը հաղորդակի չի այդ ամեն ինչի հետ, այդ օրենքները չի հասկանում, չի ընդունում իր ADN-ի մեջ, իր ԴՆԹ-ի մեջ դրանք չկան։ Դե չկան, որովհետև Իրան հոգեհարազատ չէ, մեզ հոգեհարազատ չեն, ամենայն դեպս այդ մարդիկ, ովքեր ուզում են լինի ազգային գաղափարախոսություն, ազգային ապրելակերպ, ազգային հավատք։ Օրինակ, մեզ պարտադրում են մարդու իրավունք, իսկ մենք սովորենք ոչ թե խոսել մարդու իրավունքից, այլ մարդու պարտականությունից, որտեղ առաջի հերթին մեզ համար պարտականությունն է, որ մարդը պարտական է, պարտավոր է իր ընտանիքի առաջ, իր ընկերոջ առաջ, իր հայրենիքի առաջ, իր ծնողների առաջ, նա ոչ մի իրավունքի մասին չի խոսում, կամ ասենք ազատ խոսքի իրավունք, կամ ասենք տարակարծությունը, ոնց են այսօր ասում, դա երբ որ մարդը, ասենք, գիտի, որ կա մի ճշմարտություն, ինչպես կարող է այդ ճշմարտության վերաբերյալ լինեն տարբեր տեսակետներ։ Ու տենց այդ կետերը, որոնք, ասենք, ամփոփել են, դարձրել, անունը դրել դեմոկրատիա, փաթաթել մեր վզին, դա մեզ խեղդում են։ Արդյունքն էլ դեմոկրատիա չի, որ ասես դեմոկրատիա երկար դեմոկրատիա լինի։ Դեմոկրատիայի այն նույն դրույթները, որ այսօր խոսում են, դրա քննադատությունը դեռ գալիս է Պլատոնից ու Արիստոտելից։ Իսկ եթե Frank դա դեմոկրատիան անվանում էին ինչ աղքատների, ինչ որ աղքատների իշխանություն։ Բայց այդ հունական շրջանում դեմոկրատիա, երբ որ ասում էին, իրենք հասկանում էին արիստոկրատների դեմոկրատիա, այսինքն դրա մեջ ժողովրդի, ընդհանուր ժողովրդի, ժողովրդի, ովքեր որ ազատ են, այսինքն ստրուկները չեն կարող։ Չէ, դե իհարկե ստրուկները կապ չունեն։ Խոսքը վերաբերում է այդ երկրի բնակչությանը։ Բայց ինչ տեղի ունեցավ, որ երբ տեղի ունեցավ այն, որ մենք նախընտրեցինք ինչ որ մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունը, մեր բուն հավատը, մեր ժառանգությունը փոխանակենք ինչ որ, չգիտեմ, խաղաղության կամ ինչ որ պահիտակ անվտանգություն ստանալու հետ, դրա հետ երբ որ փոխանակեցինք, վերջում տեսանք, որ ոչ այն մնաց, ոչ այն։ Բնական է, որ տենց էլ կլիներ։ Ինչի՞ց դա եղավ, բայց ասենք մինչև այդ մենք էինք ապահովում մեր անվտանգությունը, մենք ինքնիշխան էինք, մենք մեր օրենքները մենք էինք սահմանում։ Մենք երբեք ինքնիշխաննախ սկսենք նրանից, որ երբեք ինքնիշխան չենք եղել։ Եվ հենց խնդիրը դրանում է,
թե ժամանակի որ հատվածում մեր տերը ով էր այս երկրի ղեկավարներին հրամաններ տալիս եւ ստիպում որ կատարե այդ հրամանները։ Խնդիրը դրա մեջ է։ Ինչ որ մի ժամանակ չի եղել, որ այդ տերը մենք ենք եղել։ Խոսքը գրում է անկախացումից հետո, չէ՞ ինչքան որ հասկանում եմ։ Չէ, ընդհանուր պատմության ընթացքում։ Իհարկե եղել է, երբ որ մենք ունեցել ենք մեր ազգային պետականությունը, Դա եւ որը մինչեւ բրծավ երբ է եղել։ արշակունիներով, հետո Բագրատունիներ կար ժամանակ, հետո կա Բագրատունիների մի թևը Կիլիկիայում էլի կար ժամանակ, փոքր իշխանություններ եւ Այդպես այլն։ որ նայես Բագրատունիների էլ Կիլիկիայի թագավորության մասին էլ կարող են կարծիքներ հնչեն, որ դրանք ինչ որ այլ ավելի խոշոր պետության վասալ Չէ, պետություն է։ նման բան չի եղել։ Պատմությունից գիտենք, որ նման բան չի եղել։ Եղել են, իհարկե ազդեցություններ եղել են, ասենք Հռոմի եւ Պարսկաստանի ազդեցություն արշակուրիների քաղաքականության վրա, բայց որպեսի թելադրեն կոնկրետ սա անել, նման բան չի եղել։ Եվ հասկանում եք, այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակ թագավորները իրենք ունեին իրենց բարոյականության չափանիշները։ Բարոյականության ամենաբարձր չափանիշ կրողները թագավորներն էին։ Եվ ասենք Պարսկաստանի շահը իրեն իրավունք չէր վերապահի Հայաստանի թագավորին ինչ որ մի բան հրամայել, նա հարգում էր, նրանք փոխադարձ հարգանք տի լիներ։ Առավել եւս նրանք համարում են, որ իրենք նույն տոհմի տարբեր ճյուղեր են։ Այսինքն երկրների հարաբերությունը այն ժամանակ եւ այս ժամանակ որոշվում է նաեւ ղեկավարների այդ բուն ղեկավարների բարոյական չափանիշների։ Դուք որ ասացիք, որ ազնվականությունը պետք է վերականգնվի, այլապես ոչ մի խնդիր չի կարելի լուծել։ Դուք դա ո՞նց եք պատկերացնում։ Քանի որ կապը կտրված է, տարբեր տոհմեր, ամբողջական տոհմեր սերի են քաշվել, ինչպես դուք օրինակը տվեցիք, այլ օրինակներ էլ կան նույն արշակունիների ժամանակվանից, բայց հիմա եթե այդ կապը չկա, նույնիսկ Բագրատունիներից էս կողմ արդեն կտրված Կիլիկիայից։ Հիմա արդյոք դա պետք է դրա հետքերը պետք է գտնել ինչ որ Դե հետքերը դա մի ազգակցական ճանապարհ է։ կապերի միջոցով, թե պետք է հիմիկվանից արդեն հիմնվել առաքինությունների վրա, բարոյական կերպարների վրա եւ այլ սանդղակներ սահմանել։ Արյամբ էլ չենք կարող։ Արամբել կարող ենք։ Մենք կարող ենք այդ դամբարանների նյութերից որոշել գենը, այսօրո ապրողների մեջ փնտրել այդ գենը, դրանց Բայց ընտրել ոնց եք եւ այլն։ պատկերացնում, գնանք Բայց փողոցից այս ինչին բռնենք, ասենք դու Բագրատունիների գեն ունես, արի մեզ թակավորելի։ չէ, նու երբ որ գործը հասնի դրան դա կմշակվի թե ինչպես վարվել, որտեղ խնդրեմ չկա։ Իսկ երկրորդ ճանապարհը որ ավելի համեմատաբար ավելի կարճ է, ավելի հեշտ է, դա կրթական դաստիարակչական համապատասխան համակարգ ստեղծել։ Այսինքն սերունդ պիտի կրթենք, նոր սերունդ։ Եվ այդ սերունդի մեջից այն երեխաները դպրոցական, ուսանողական այդ տարիքի երիտասարդները, նրանք ովքեր կընդունեն այդ բարոյականության չափանիշները, այդ նրանք կընտրվեն, նրանք արդեն կդառնան էլիտա, որոնք ապագայում պիտի ղեկավարեն երկիրը ժողովրդին։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն աշխարհիկ իշխանությանը, այսինքն աշխարհիկ իշխանության առումով ստեղծել էլիտա, այլ նաև հոգևոր։ Այսինքն այնուամենայնիվ պատկերացնում եք, որ դա զանգվածների խնդիր չի լինելու։ Այստեղ գալիս է նաև այն իրողությունը, որ եթե ուզում ենք ստանանք որակ, դա որակը միայն ծնվում է քանակից։
Եվ երբ որ մենք Չէ, նման բան չկա։ Քանակից չի ծնվում, բա ինչից է ծնվում։ քանակը կապ չունի։ Որակը ծնվում է նրանից տվյալ դեպքում, ինչի մասին մենք խոսում ենք, որակը ծնվում է, թե դու ինչպես ես դաստիարակում քո սերնդին։ Հասկանալի է, բայց եթե դու ունես 2 միլիոն մարդ եւ ունես 200 միլիոն մարդ, դրա մեջից դուրս եկած տաղանդավոր մարդիկ, ովքեր կկազմեն էլիտան, դա տարբեր քանակներ են լինելու։ Ինչ 2 միլիոնի միջից մանգաս գտնես, ինչ 200։ Չէ դե պարզավոր դա այդ առումով հա Իմ հիմա ասածը մենք դա է։ խոսում ենք ներկա իրողությունից Հայաստանում բնակչությունը 2 միլիոնից չի 3 միլիոնից չի անցնում կոնկրետ չգիտենք էլ երկուսու քանիս է մենք խոսում ենք դրա մասին եւ ստեղ անշուշտ ողջ բնակչությանը դու չես կարող բերել այդ աստիճանին դա կարվի դա երկարաժամկետ ծրագիր է դա երկարաժամկետ ծրագիր է, որտեղ սերունդ կամած կգաս նրան, որ ամբողջ ժողովրդին կարող ես համարել ազգ։ Բայց սկզբնական շրջանում դու պետք է ստեղծես այն էլիտան, որ այդ գործը պետք է շարունակի։ Այդ կրթադաստիարակչական այդ աշխատանքը պիտի շարունակի։ Օրինակ մենք այս ամբողջ այս 30 քանի տարիների ընթացքում ժողովուրդը միշտ առաջնորդ չունենք, առաջնորդ այս վիճակից հանի ես, բայց այդ նույն ժողովուրդը իր ընտանիքում, իր երեխաներին չի դաստիարակում որպես առաջնորդ։ Ոնց դաստիարակի, դրա օրինակը չունի աչքի առաջ։ Այն ինչքան որ ինքը գիտի, այդքանով ինքը կարող է իր հասկանում ես սար ու ձորը այդ առաջնորդ դաստիարակելու եւ այն իրողության միջև որ այսօր կա այսօրվա ընտանիքը մտածում է որ իր երեխան միշտ ապահով լինի անվտանգ լինի մատը փուշ չմտնի ոտքը քարին չկպնի եւ այն եթե լինի մի ընտանիք որ ասի գնա փորձությունների մեջով անցի հաղթի թշնամի կլնի չգիտեմ ինչ կլնի հաղթի աշխատի որ դու ուժեղ ես այդ ոգին եթե հաղորդի իր երեխային ու ասի ես ազգին դու ես առաջնորդելու այդ ճանապարհով այդ երեխան ինքը արդեն ինքնուսուցման նույնիսկ ճանապարհով ինքը կկարողանա դառնալ առաջնորդ բայց մենք այսօր ամբողջ Հայաստանով եթե շրջես չկա մի ընտանիք որ այդպիսի դաստիարակություն տա իր երեխային բայց պահանջում են որ առաջնորդ առաջանա որտեղից պիտի առաջանա դպրոցը չի կրթում համալսարանները չեն կրթում Կայծը որտեղ երկնքից չի իջնելու չէ բոլորը սպասում են որ երկնքից Քրիստոս է գալու է մեզ փրկի իսկ այդ կայծը որտեղից է տրվելու այդ կայծը միշտ կա այդ կայծը միշտ տրվում է միջավայրը պատրաստ չի միջավայրը պիտի կամած պատրաստվի թող այն միջավայրում տեղի ունենա որտեղ որ չկա այդ միջավայրը քչի չաթից մոտ է դրան չկա այդ միջավայրը կան այդ ազգային ուժեր կան բայց այսօր Հայաստանում ասենք այդ ազգային ուժերը ենթադրենք ասենք 50,000 մարդ է այդ 50,000 մարդուց 50-50-ն էլ շատ է 10-20-ն են իրար ճանաչում կապող օղակ չկա միասնական ինչ որ նպատակային ծրագրեր չկան որտեվ իրար չգիտեն իրար չեն ճանաչում չեմ վստահում Դուք խոսեցիք նաև որ այդ էլիտան ինքը ունի երկու թև դա աշխարհիկ եւ հոգեվոր էլիտան է իշխանություններն են էլիտան են եթե խոսենք հոգեվորի մասին որտեվ դա շատ կարևոր է դա դրանից գալիս է թե մարդը ինչ կամային հատկանիշներ կունենա, ինչ հոգեբանություն կունենա, ինչ հոգեկերտված կունենա, հարցերին ինչպես կմոտիկանա։ Հաղթողի կերպար կունենա միշտ, ուժեղի կերպար կունենա, ուժի պաշտամունքը առաջ կտանի թե
թույլի, պարտվողի, հասկացաք ինչ եմ ասում։ Հիմա այդ հոգևոր նորոգումը որտեղից պետք է սկսվի եւ ինչ պետք է տեղի ունենա, որ հասնենք դրան։ Եկեղեցում պետք է հայտնվեն այն մարդիկ, ամենայն դեպս են վերնախավում, եպիսկոպոսած դասում, ովքեր խնդիր դնեն։ Այսպես չի կարելի շարունակել։ Դուք դրա լուծումը տեսնում եք եկեղեցու ներսում, թե այնուամենայնիվ դրանից դուրս։ Չէ, լուծումը եկեղեցին ինքը պիտի լուծի այդ խնդիրը իր համար։ Դա հիմա ինչ եմ ասում, որովհետև արդեն մարդիկ կան եւ դրանց թիվը քիչ չի, որ ընդհանրապես կապ չունեն արդեն եկեղեցու հետ, իրենց չի հետաքրքրում թե եկեղեցի, այսինքն այն կարգի են կապը կտրել եկեղեցու հետ, որ իրենց եկեղեցու ասածը, ասենք Էդգար ջան, դե հիմա կան մարդիկ իհարկե կան աթեիստներ, կան նույն հայ ժողովրդի մեջ Եհովայի վկաններ կան, բուդդիստներ կան, չգիտեմ, եւ այլ եւ այլ։ աթեիստների, չէ, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, որ եկեղեցին իր վստահությունը այնքան է կորցրել, որ այդ Դե մարդիկ ես էլ դա եմ ասում, այսինքն եկեղեցուց կտրված զանգվածը տարբեր պատճառներով դա կլինեն, չգիտեմ, ոնց որ աղանդների ձևով կլինի, թե որպես աթեիստներ կլինի, թե ինչ կլինի։ Եկեղեցու կողքը կանգնած է ժողովրդի փոքր մասը, համատաբար փոքր մասը, ոչ ամբողջ ժողովուրդը։ Մենակ ձեր ասած է, որ բան են ասում, չեն հասկանում դա ինչի ասեց, ինչ Չէ, կա հիմա դրա խնդիրը ասել չասելու մեջ չէ, պիտի 170-ի աստիճանի տակ փոխեն իրենց գործելավոճը, փոխեն իրենց ապրելակերպը, փոխեն իրենց գաղափարական հիմնադրույթները, իրենց մտածողությունը պիտի փոխեն։ Հասկանում եք, մեր եկեղեցին աշխարհում մեծ հարգանք է վայելում։ Նրանք կարող են շատ բան անել։ Ինքը ինքնուրույն այդ եկեղեցին մի ցանցային պետություն է։ Նրանք կարող են ամեն երկրում որոշակի աշխատանքներ, որոշակի ազդեցություն գործել, որոշակի նպատակների ծառայեցնել։ Բայց նման բան չկա նույնիսկ մեր երկրի ներսում։ Չէ՞ որ կարող էր այդ նույն եկեղեցին, ասենք 44-օրյա պատերազմի ժամանակ կոչանը ժողովրդին զանգերը հնչեցնել, գնում ենք կռվենք, մենք ենք այսօրվա վարդանանք։ Ինչի չարվեց դա։ Հա? Դա ինչի չարվեց։ Ինչի չարվեց, որովհետև այդ մարդկանց մտածողությունը այդպեսին չի։ Նրանք ասում են դու մահկանացու մարդ ես, դու դեպքերի վրա ազդելու կարողություն չունես, դու չես կարող աղետի դեմ առնել, արի եկեղեցի մոնվարի Քրիստոսին աղոթի, նա քեզ կփրկի։ Ես դա եմ ասում, որ Եվ դա հենց թուլություն պատերազմի են քարոզում։ եւ հենց այդ 44 օրյա եւ այն առաջվա պատերազմների ժամանակ նույնիսկ երթեր կազմակերպեցին դեպի Էջմիածին։ Ու եկեղեցիներում ավելի շատ մարդ կար, ընդ որում հաստաբազուկ ջահելներ, քան թե ասենք ռազմաճակատում։ Հասկանում եք, այդ մտածողությունը պետք է փոխվի։ Նրանք երբ որ Ղարաբաղը, լրիվ Արցախը լրիվ դատարկվեց, կաթողիկոսը Արցախի հատուկ համար աղոթքի օր նշանակեց։ Այդ ում համար է աղոթում, ում է աղոթում, ինչու համար է աղոթում։ Երբ որ Արցախը կար տեր կանգնեիք, ժողովրդին ասեիր գնա կռվի, այսօրվա վարդանը դու ես։ Մենք ենք, ես Եղիշեն եմ, դու Վարդանն ես, գնում ենք կռվենք։ Ու ոչ մեկը, ոչ մի իշխանական օղակ չէր կարող դրա դեմ առնել։ Ինչու չարեցի։ Երբ որ իրանց այդ ձև են պահում, հետո մարդկանց վստահությունը կորում է իրանց հանդեպ, հետո էլ ասում են, թե բա եկեղեցու դեմ արշավ է գնում, մարդիկ Չէ, դե դա եկեղեցու դրանից չի, դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք տարբեր Չէ, բաներ դե են։ եթե իրանք իրենց վարկանիշը գծած չլինեին, ավելի Չէ, շատ ժողովուրդ կկա։ եկեղեցուն ըստ իմ կարծիքի, եկեղեցուն չի հետաքրքրում այս ժողովրդի վիճակը ընդհանրապես։ Որովհետև եկեղեցին այդ ժողովրդից օգուտ չունի։ Միայն մոմ են առնում, այս ժողովուրդը միայն մոմ առնում եկեղեցիներում։ Թեպետ եկեղեցին ամբողջություն որպես ինքը համարվում է այս
ժողովրդի հովիվը, խնամակալը։ Իրենք երևի մտածում են, որ եթե նույնիսկ պետություն չլինի, այդ ժողովուրդը կլինի եւ այդ մոմ ծախել, կնունք, հարսանիք թաղում Չդի անելու հիմա ինչպես է։ այսօր իրենց ասում եմ ժողովուրդը միայն մոմ է առնում, դա կոպեկներ են։ Բայց Իրանք իրենք շահագրգռված չեն պետության ավելի պահպանմամբ։ մեծ գումարներ նվիրատվություններ են ստանում։ Վերջերս 30 տարիների ընթացքում անհնար է հաշվել, թե աշխարհի տարբեր ծայրերում քանի նոր եկեղեցիներ են կառուցվել։ Ինչու համար։ Այդ փողը ավելի արդյունավետ տեղ հնարավոր չէ ներդնել։ Դե իրենց պիտի հարցնել։ Դա արդեն իրենք չեն որոշում, դա մարդիկ են իրանց կտակները թողել։ Դե հենց այդ է, որ իրանց խնդիրը այդ նվիրատվությունները տնօրինելն է։ Ուրիշ իրանք խնդիր չունեն։ Իսկ մարդկանց մենթալիտետն էլ չի փոխվել, այդ հին թույլի կերպարում են մնում, որ դե մենք դեպքերի վրա չենք կարող ազդեցություն ունենալ, մեզ մնում է գլուխներս կախ, Գնալ մենք աղոթել։ մեր փայ աղոթքը անենք, թողենք գնանք։ Հա, բայց ոչ մեկը չի մտածում, լավ, այս երկիրը, այս ժողովուրդը արդեն մոտ 2000 տարի էս վիճակում է ու մոտ 2000 տարի աղոթում են, մոմ են վառում, բայց այդ փրկիչը ուր է, չի գալիս գոնե մեկին փրկի։ Պարոն Մարտիրոսյան, ամեն սերունդ երբ որ գալիս է ինքը իր սեփական բարոյականության մասնիկներն էլ է իր հետ բերում։ Հիմա մեզ մոտ երբ որ նայում ենք, բողոքում ենք, որ մենք էսպես ենք, բայց մեր երիտասարդ սերունդի մոտ արդյոք ինչ որ հուսադրող նշույլներ նկատում եք, թե չէ։ Իհարկե նկատվում է։ Օրինակ, Շատ լավ երիտասարդություն ունենք, իհարկե ոչ իր ամբողջության մեջ, բայց էլի տոկոսային խնդիր է։ Այդ էլիտան ավելի լավ քան անցյալում է, թե նու նման ձևով չես կարող ասել, որովհետև նույն երևույթն է։ Հասկանում ես, մենք միշտ ունեցել ենք լավ երիտասարդություն։ Ինչը չի ունեցել այդ երիտասարդությունը, թե անցյալում, թե հիմա, գիտելիքը, ազգային ինքնության ճանաչողության խնդիրը չի լուծվել մինչև հիմա, որովհետև երբ որ դու չգիտես, թե ով ես, երբ դա որ էլ պիտի ավակ սերունդից սովորեն, ավակ սերունդն էլ դե հիմա խնդիրը այդ է, որ դու չգիտես ով ես, դու չգիտես ինչ կարողություններ ունես, ինչ կարող ես անել։ դա էլ մեր էպոսի Մենք միջին նման ենք Դավիթն է։ մի աղետի ենթարկված մարդու, ով կորցրել իր հիշողությունը, նույնիսկ իր անուն ազգանունը չի հիշում, ծնողներին չի հիշում։ Դա մեր Մենք էպոսի դի մեջ կա, որ վերականգնենք մեր հիշողությունը, երբ որ մենք մեր հիշողությունը վերականգնենք, հասկանանք մենք ով ենք, այդ ժամանակ կիմանանք մեր անելիքը։ Այնց որ այդ երիտասարդությունը միշտ է եղել, բայց այդ երիտասարդությանը պակասել է հենց ազգային ինքնության ճանաչողությունը։ Նրանք չեն իմացել ինչ անեն։ Այդ հավերժական հարցը մինչև այսօր մնում է։ Ինչ անենք։ մեր էպոսի մեջ այդ դրվագը կա, չէ՞ որ Դավիթը ինքն էլ չգիտի, երևի դա այնքան է կրկնվել, որ էպոս է դարել, որ չգիտի ու պարավը խրատ է տալիս, ասում է դու գոհերը զենք զրա բան ուներ, դու գնա հələ մի հատ նայ։ Իհարկե դա էլ այո դրա մի ձևն է, դրսևորման ձևն է, երբ որ Դավիթը ասենք ընկնում է այդ հորը մսրամելիքի փորած հորը ու չգիտի ինչպես դուրս գա, ձենովո անն է, չէ, կանչում, ասում է հիշիր Մարութա Աստվածածինը, հիշի խաչպատարակին քո բասկին եւ այլն։ Դավիթը հասկանում է, որ ինքը ինչ կարողություն ունի, ինքը կարա իր թրով խփի այդ 7 ջաղացքարներ, 7 գոմշի կաշինել, կտրի դուրս գա, ու տենց էլ անում է։ Բայց մինչև Դա այդ է, գիտակցության գալը այդ ձենովոհանը, ձայնը միշտ կա, ինքը մեզ միշտ ասում է, հիշեք, հիշեք, սա ունեք, բայց մերը փակ է,
մեր հասկացողությունը, մեր լսողությունը ամեն ինչ փակ է։ Մենք ամեն մեկս մի մհեր ենք, փոքր մհեր ենք քարանձավի մեջ կուչեկած վիճակում։ Տեսնենք երբ պետք է այդ քարայրից դուրս գա փոքր մահերը։ Դե մի օր պիտի դուրս գանք, այսպես չի շարունակվի իհարկե։ Պարոն Մարտիրոսյան, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Դեռ ուրիշ հարցեր ունեմ, բայց ինձ թվում է դրանք էլ թողենք ավելի բյուրեղացնենք մի հաջորդ հանդիպման ընթացքում քննարկենք, եթե համաձայն։ Բարի։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Տեսություն։ Հաջողություն։ Հաջողություն։